Երբ որ հզոր մի բանակ ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, գնում է ուրիշ մեկ բանակի հետ պատերազմել ու նստում է հաշվարկյանում։ Տեսնի 20,000-ով կարող է 40,000-ի դեմ կռվել, թե չի կարողանում հաշտություն է կրել։ Պատերազմում ամենաշատ կարևորն ինչ է, սկզբի փուլը, որպեսզի պատերազմը դու հաջողես, հետախուզությունը։ Մեր հոգևոր կյանքի սահմանակիցը ո՞րն է։ Միտքը, մեր միտքը մեր դիրքապահներն են։ Մտքի վրա մենք պետք է դիրքապահներ դնենք, միտքը մեր հոգևոր մեր հոգու սահմանն է, մտքի միջոցով ամեն ինչ, մուտք գործում, մուտք, չար խորհուրդները գալիս են մեր մտքի վրա, սկսում են կամաց հետախուզել, տեսնեք են համացանցը ուշադիրություն ասիրում է, թե դու ինչ նախասիրություններ ունես, և հստակ ես նմա քո նախասիրությունները, սկսում է քո նախասիրությունների միջոցով քեզ վրա հարցակում գործել։ Ճիշտ է, ասել ուսումնասիրում եմ մեզ, տարբեր կերպով, տարբեր խորհուրդներ, մտքեր է տալիս, տեսնի, թե մենք ինչից ենք որսվում։ Եվ այդպես ուսումնասիրում եմ, մենք էլ մենք մտքի մեջ պետք է դիրքապահներ դնենք։ Մենք ինքներս մեր միտքը ուսումնասիրենք, հակահետախուզություն ունենանք։ Հակահետախուզություն, մենք էլ ուսումնասիրենք, թե այդ մեղքը ինչպես մեր մեջ մուտք գործեց, որն է մեր թույլ կողմը, մենք ինչից ենք կաղում։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ամեն տարիք իր մեղքն ունի։ Մանկան մեղքը որն է, քաղցրակերությունն է։ Երեխայի մեղքը այդ քաղցրն է, չէ, ինքը սիրում է քաղցր ուտել։ Երիտասարդության պատանեկության մեղքն ինչ է, ցանկասիրությունն է, գայթակղությունն է։ Միջին տարիքի մեղքը ինչն է, ագահությունն է։ Երբ որ 40 տարեկան, 30 չէ, 40 տարեկանն անցնում արդեն այդ երիտասարդական հովերը վերանում են, սկսում է ագահության տենչանքը։ Ամեն մարդ ուզում է ագահաբար կուտակել իր համար, իր երեխաների, իր սերունդների համար։ Իսկ ծեր տարիքի մեղքը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հպարտությունն է։ Ամեն տարիք իր մեղքն ունի և ամեն հասակ իր առանձնահատկությունն ունի։ Եթե մենք ուզում ենք լավ ճանաչել մեղքը, նախ և առաջ մեր մտքի մեջ պետք է դիրքապահներ դնենք։ Մենք ինքներս լավ ճանաչենք, մենք ինչից ենք կաղում, ինչից ենք մենք թերանում։ Ուրեմն դա շտկենք, ուղենք, հասկանանք, պայքարենք, աղոթքով, ծոմով, պահքով, կամաց մեղքը հաղթահարենք։ Իմաստուն մարդը ասում է սովորում է ուրիշի սխալների վրա, իսկ հիմարը ոչ էլ իր սխալների վրա է սովորում, անընդհատ պարտվում։ Ամեն պարտություն մեզ համար դաս պետք է լինի, որպեսզի մենք ավելին սովորենք, ոչ թե հուսահատվենք, այլ ընդհակառակը հուսապնդվենք, քաջալերվենք, որ այո, պարտվեցինք, բայց մենք լավ ճանաչեցինք ինքներս մեզ, ինքներս մեր հակումները, մեր թերությունները, և այդպես քայլ հաղթահարենք։ Դավաճանությունը լինում է տարբեր տեսակի, տարբեր աստիճանի։ Հուսահատությունն է առաջին ուրացությունը։ Ամեն ինչ սկսում է հուսահատությունից, երբ որ մարդը հուսահատվում է, այն ժամանակ ձեռքերը վայր է դնում, չի պայքարում։ Հուսալքումը տանում է դավաճանության։ Օրինակ Պետրոս առաքյալը հուսալքվեց, չէ, երբ Տիրոջը խաչեցին։ Եվ այն ժամանակ չկարողացավ հասարակ կանանց խոսքին պատասխանել։ Բայց երբ որ Քրիստոս հարություն առավ մեռելներից, Սուրբ Հոգին իջավ իրենց վրա, Պետրոս առաքյալը քահանայապետերի, հեթանոսների,
իշխանների առջև էր խոստովանում, չէ՞։ Վերջո Տիրոջ անվան համար նահատակվեց Պետրոս Առաքյալ, գլխի վայր խաչվեց։ Բայց սկզբում հուսալքվեց։ Այսինքն այդ հուսահատությունը տարավ ուրացության։ Եվ գիտեք, տարբեր տեսակի ուրացություն կամ դավաճանություն կա։ Կա հայրենիքի դավաճանություն, կա ընտանիքի դավաճանություն, կա հավատքի դավաճանություն։ Բոլոր դավաճանություններն ծանր մեղք է, հա։ Տեսեք Հուդան, քանի որ չզղջաց, ամբողջովին հուսահատվեց, ինքնասպան եղավ, կախվեց այդ ժամանակ առիթ հնարավորություն չունեցավ այդ դավաճանության մեղքը քավելու։ Այդպես էլ մենք պիտի հուսահատությունը հաղթահարենք, որպեսզի չգնանք դավաճանության։ Ընտանեկան կյանքում երբ են մարդիկ դավաճանում միմյանց, որտեղ այն ուխտը, որ Աստծո առջև կնքել են, մինչև վերջ, մինչև մահ իրար հավատարիմ լինելու, չէ՞, երբ որ մենք ասակի խորհուրդն ենք կատարում, ասում ենք, տեսեք, մինչև մահ դուք պատրաստ եք իրար օգնական տեր ու պաշտպան լինել, ասում են այո, ոչ միայն ասում են այո, այլ ասում են բոլոր ներկաները վկա են մեր խոստմանը, բոլոր ներկաները վկա են, ասում են այո, թող վկա լինեն, որ ես Տեր եմ, մեկը հնազանդ է և միմյանց Տեր ու օգնական ու պաշտպան ենք մինչև մահը միայն կարող է մեզ բաժանել։ Եվ երբ է դավաճանությունը գալի, երբ որ այս իրենց ուխտը խախտում են իրենք, այսինքն միասնաբար չեն ուզում պայքարել, սերը ցամաքում է, ընտանեկան ամրության ինչն է, քրիստոնեական հավատքի սերն է, որ նեղությունը, դժվարությունը, փորձությունը, ուրախություն ու տխրություն իրենք իրականում բոլորն են փորձություն են ընտանեկան կյանքում, հա։ Երբ որ իրենք միասնաբար չեն, այն ժամանակ հուսահատվում են, գալիս է դավաճանություն։ Նույնն էլ հավատքի մեջ, երբ որ մարդ իր հավատքի կյանքում, իր հավատքի ընթացքը քաջալեր չի, ջերմեռանդ չի, թուլանում է, սառչում է, հուսահատվում է, ընկնում է մեղքերի մեջ։ Եվ այդ մեղքն տանում է ավելի գործան։ Ուրեմն դավաճանության հիմնական պատճառը եւ ընդհանրապես մեղքի պատճառը հուսահատությունը։ Երբ որ մարդը չհուսահատվի, քաջ լինի, աղոթող լինի, բարեպաշտ լինի, մինչև վերջ պայքարի արյուն թափելու աստիճան պայքարի մեղքի մեջ չի ընկնի, որտեղ երբ որ դու չես պարտվում մեղքին, մեղքը քեզ չի կարող հաղթել։ Դու մեղքին պարտվում ես, նոր ես մեղք գործում։ Մտքով, սրտով, հոգով դու անպարտելի ես, եթե դու չես հուսահատվում։ Մեղքը քեզ չի կարող տիրել, բայց երբ որ դու մտքով ու սրտով արդեն պարտվում ես մեղքին, արդեն իսկ մեղքը քեզ տիրել է եւ վերջո կգործես։ Հա։ Տեսեք Քրիստոս Հուդային անընդհատ զգուշացնում էր։ Ասում է, ձեզանից մեկը ինձ դավաճանելու է, ձեզանից մեկը ինձ մատնելու է։ Ավելի լավ էր ծնված չլիներ։ Անընդհատ ասում էր, ինչու էր ասում, որպեսզի Հուդան միշտ անդրադառնա, որ այդ մեղքը իր մեջ է նստած, որ կարողանա այդ մեղքը հաղթահարել, բայց արծաթասիրության մեղքը տարավ հուսահատության։ Արծաթասիրություն առանց հուսահատության այտենց ծանր չէր լինի, որտեղ իրականում Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոս գանձանակը տվել է Հուդային, որպեսզի ինչքան փող ունի վերցնի այնտեղից, բայց այդ արծաթասիրությունը ծնեց նաև դավաճանություն, չբավարարվեց, որ գանձանակը իր մոտ է, 30 արծաթով դավաճանեց Քրիստոսից, ընդհանրապես 30 արծաթով։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք մեղքը հաղթահարել, պետք է ինքներս մեզ լավ ճանաչենք մեր թերությունները, մեր տկարությունները, որտեղ մեր թերությունների ու տկարությունների միջոցով է չարը մեզ հաղթահարում։ Մտքով մուտք է գործում, սրտով եւ այնուհետեւ մարմին։ Երեք աստիճան՝ միտք,
Սիրտ մարմին, սա է մեղքի ճանապարհը։ Չթողենք, որ մեղքը մեզ տիրի նախ եւ առաջ մտքում, սրտում եւ առավել եւս մարմին թույլ չտանք, որ անցնի, որտեղ մարմինը վտանգավոր աստիճան է մեղքի։ Ուրեմն հաղթենք, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, մինչև արյուն թափելու աստիճան պայքարենք մեղքի դեմ եւ հաղթենք։ Ամեն